Ողջույն սիրելիներս, ուզում եմ ձեզ հետ կիսվել մազերի երկարացման ու բարդամեցման իմ փորձով, կնկարեմ իմ արդյունքը այսօր ու կնկարեմ մեկ շաբաթ անց, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իմ մազերի հետ։ Նշեմ, որ ես ունեցել եմ շատ բարդ մազեր, այստեղ նկարը, տեսեք իմ բարդ մազերը, այստեղ ցույց եմ տալիս, նայեք ինչ բարդ մազեր եմ ունեցել։ Ու հիմա կտրել եմ իրանց, որովհետև իրանք մի փոքր տակը ճյուղավորվել էին ու ցանկացա մի փոքր իրենց թեթևացնեմ, որ ավելի թարմ ու այսպես ավելի գուստոյ, ավելի սիրուն ու ավելի երկար լավ մազեր աճեն։ Հիմա ես կտրեցի իրանց։ Հիմա տեսնենք ինչ ալին։ Նշեմ, որ ես օգտագործել եմ այսինքն հարբաներ, այս ինչա, безупречно длинные экспресс-кондиционер, мгновенно легкой расчесанной защиты от сухих кончиков։ Սենց բան եմ օգտագործել։ Մագիտ կոսմետիկից գնված։ Սրանք շատ լավ բաներ են, խորհուրդ կտամ դուք էլ օգտագործեք սկզբի համար, եթե ուզում եք։ Clear энергия роста, сыворотка для роста волос, вот, это так. И я использовала Pro Salon Hair Long Hair, вот такое кое-что, я не знаю это что. Но потом, վայրում սրենս միացավ, բայց հետո ես մաղնիքում մեջ տեսա այս վերջակի յուղը, նայեք, իմ մեջ ինչ-որ որոշում հետաքրքիր գաղափար ծագեց, թե այս վերջակի յուղով այն մարդը ոնց կարելի է տանը ունեցած բնական միջոցներով ես իմ մազերը երկարացնեմ ու հասնեմ իմ բնական արդյունքին, որտեղ ես հիմա նայեք ինչ բարդ է ինքը հիմա շատ բարդ է ու ես ուզում եմ ինքը շատ ավելի բնական դառնա։ Հիմա ունեմ տանը ինչ որ ունեմ։ ChatGPT-ին ես ասում եմ, ChatGPT ջան, խնդրում եմ ինձ օգնի։ Ոնց կարամ ես իմ տանը ունեցած բնական միջոցներով երկարացնեմ ավելի բարդ դարձնեմ իմ մազերը։ Այս ուզում եմ այս չափին իմ մազերը, հետո ներկելու եմ կազարագույն տենց երանգ եմ տալու, բայց դեռ տենց վստահ ու հստակ չեմ կարող ասեմ իմ այդ որոշումը ասեմ։ Հիմա ChatGPT-ը ինձ ասեց, ես կօգտագործեմ գերչակի յուղ, այստեղ կգրեմ այդ իմ բաղադրիչները։ Եթե ձեզ անհրաժեշտ լինի, կարող եք օգտվել, ես մի շաբաթ հետո իմ մազերը ցույց տամ։ Կարող է օրինակ ընտիր գուստո բարդ մազեր դառնա, չգիտենք դեռ ոչ մեկս։ Հիմա այդ սա պետք է խառնեմ իրար, ասեմ բաններ, ցանով եմ ուզում տենց յուղոտ ինչ որ յուղոտ չեմ սիրում, յուղոտ որ լիներ, ես գերչակը կքսեի։ Բայց ես ուզում եմ ինքը ցանիկ լինի, ցանովի, տարեմ ես ցանեմ ուղղակի։ Այդ ինձ ավելի կատարյալ լինի։ Կստати, ես իմ լուքսը ես սպորտի եմ գնում, ես տարբեր սպորտաձևերի եմ գնում, դες մի աչքով մի նայեք, ես 88 կիլոգրամից նիհարել եմ 66 կիլոգրամ, այն օրը կշռվեցի։ Վերջին տվյալներով եմ ասում, ու եթե այս արդեն ուրիշ թեմա անցա, բայց եթե ձեզ էլ անհրաժեշտ լինի, ես կարող եմ ցույց տալ, ասել ինչպես նիհարել։ Այսինքն սխեմա մշակեմ, սխեմա գծեմ, թե ոնց դուք նիհարեք իմ հետ միասին։ Գիրք եմ գրում այդ կապակցությամբ, գրում եմ նաև վատ մեկնաբանությունների մասին գիրք, գրքերը չգիտեմ երբ պատրաստ կլինեն, բայց sense պրոդուկտիվ մարդ եմ, ժամը 6-ին արթնանում եմ, սպորտ եմ անում, ճիշտ սնվում եմ, երեխեքիս եմ տան, չէ, խաչունեմ գնեք խաբար, չտակ ոչ մեկին կատակարեցի։ Մի խոսքով ամեն ինչ անում եմ պրոդուկտիվ կյանք ունենալու համար, էլ չեմ ասում հոկտեմբերից սովորելու եմ։ Հեռակա ու խառը մի հատ այսինքն օրեր առաջանալու մոտակայքումս, բայց ես աշխատում եմ իմ կանացիությունը պահպանեմ, իմ էստրոգենը միշտ բարձր պահեմ, շատ դժվարություններով եմ հասել այդ ամեն ինչին, եմ ասում մարդը չաղ չի կարող լինի, եթե էստրոգենի հետ կապված խնդիր չունի, մարդը էստրոգենի հետ կապված խնդիր ունենալու դեպքում կարող մենակ չաղ լինի, իհարկե կարող ցածր լինի, տեստոստերոնը բարձր, կարող ասենք մարդուն է մազականում կամ ծավալների պոլիկիստոզ չլինի, բայց այդ մարդը այդ էստրոգենի պակասից ընդհանրապես չաղ լինի ու վերջ, որովհետև ինքը ամեն ուտելու չաղանալու հագում է ունենալու, իսկ ինչա պետք չաղանալու հագումից խուսափելու համար անհրաժեշտ է ուղղակի ճիշտ սնվել, ձեր այդ առողջ ապրելակերպը պահել, ամեն օր գոնե 10,000 քայլ անել, առավոտ արթնանալուց ջուր խմել, անկողինը հավաքել, այս դիսցիպլինայի մեջ լինել։ Спокойной жизни с сегодняшнего дня у вас не будет. Начинайте вертеться, крутиться. Այսինքն, եթե մի օր թողեք էդի, ձեր ամբողջ տանջանքը կգնա ջուրը։ Դրա համար արթնանում ենք առավոտը, հավաքում ենք անկողինը, խմում ենք ջուրը բերեկիսով օրինակ կամ ինչ եք խմում, սմյուզի եք խմում կամ գոլ սովորական ջուր եք խմում, այդ արդեն կապ չունի։ Ես լինում օրեր, որ սովորական ջուր եմ խմում։ Ու այդ ընդհանրապես կապ չունի, կարևոր է որ ձեր օրգանիզմը սովորի, որ դուք ամեն օր նույն բան եք անում։ Պահում եք հստակ ժամեր, շոկոլադ եք ուտում, դառն եք ուտում, 3 կուբիկ ընդամենը։ Մի խոսքով ես խոսում եմ մազերից, ես ցույց կտամ այդ արդյունքը ձեզ 7 օրից, այսինքն այս սկսին դառնա այսքան բաց, ես ինձ բոլորը ասում են կարիասյուն, դաժե այնտեղ TikTok-ից մեջ մի հատ վիդեո կար, գրել են երկար մազերով այնսացիոն, ուտեղ են մազերս վարդագույն եմ այս շերտերը ներկել։ Այդտենց, երեխեք ջան, մի խոսքով այս գերչակով հուսամ իմ փրկության աղբյուրը կլինի փորձեմ։ Սրանք ես չեմ օգտագործի այլևս։ Այս 3 բանը ես այլևս չեմ օգտագործի։ Ես իսկս կդնեմ գերչակի վրա։ Բա
Այդ վիդեոն այս դեմքով տանջված մոնտաժայցի վերջում տեսա, որ չեմ ասել follow բլնես Instagram-ից, TikTok-ից, YouTube-ը բացեմ շուտով, այդ ամեն ինչին follow եղի, դի լայքեր ու պատրաստի որ գիրքս կարդաս։